անդրադառնալ ակցիայի համատեքստին անդրադառնալով նախորդին արտարադատության նախարար Սրփուի Գալյանն էր ասուլիս տալիս եւ փաստացի կրկնեց միտքը, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, ասում է, եթե լինեին, ապա նաեւ միջազգային հարթակներում կարձանագրվեին։ Ամեն դեպքում նաեւ երկու կարևոր երեք զեկույցներ եղան եւ կրոնական կազմակերպություններին աջակցող հասարակական կառույցը եւ Human Rights-ը արձանագրել էին խնդիրներ Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ պիտի լինի, որ այս իշխանությունները ընդունեն, որ այո, ինչ որ առումով իրենք չեմ ասում նշել քաղբանտարկյալների մասին, բայց իրենք սխալվել են ինչ-ինչ հարցերով եւ ավելի օրենքի շրջանակներ մտնեն։ Դուք Արփինե Դավոյանի իրավագիտակցության մակարդակին հավասարեցված Սրփուի Գալյանին հիշատակեցիք, ասիք ինչ-որ բաներ ասել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, բայց Սրփուի Գալյանի դրա համար է Նիկոլը վարձատրում, կարար ուրիշ բան ասել, պետք է այնքան ինտենսիվությամբ կրկնի Նիկոլի ասածները, որ կարողանա ինչքան էր ասում $200,000 իր տունը ապահովի, որ կարողանա նենց անել, որ SMS-ը չստանա կամ հնարավորինս ուշ ստանա, բայց ինչ պիտի ասի։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, իրենք ամեն ինչ անում են, բոլոր հնարավոր ձևերով կիրառելով իրենց երկակի ստանդարտները, ցույց տան, որ Հայաստանի ժողովրդի կյանքը մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները իրենց համար երկրորդական են, որովհետև այստեղ իրենք ունեն խամաճիկային իշխանություն, իրենք գտել են այստեղ Նիկոլին, որը ոչ միայն հայկական հողը ծախելու միջոցով, այլ նաև Հայաստանի քաղաքացիների կյանքը վտանգելու միջոցով պատրաստ է անել ամեն ինչ իր աթոռը պահելու համար։ Իրենք գտել են այս սիներգիան եւ այս սիներգիայի մեջ էլ ապրում են։ Մեր նպատակն ու մեր գերխնդիրն է ցույց տալ, որ մենք չենք համակերպվելու, ու չնայած որ մեզ Նիկոլը տարբեր պարբերականությամբ ասում է հանգիստ վերընկեք տեղներդ, ու չնայած նրան, որ ցույց է տալիս չի խորշում որևէ մեկին կալանավորելուց, մենք միևնույն է չենք մոռանալու այստեղ Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության մասին, որոնք 5 տասնյակը գերազանցում են արդեն, կան մարդիկ ու մահուն ազգանունները մենք անգամ չգիտենք, բայց իրանք նստած են այսօր իրենց քաղաքացիական դիրքորոշման համար, իրենց լայքի ընդդիմությանը կամ որևէ մեկին հավանելու համար, որը խոսել է Նիկոլի դեմ, հայկականության մասին, խոսել է Արարատի մասին, խոսել է հայոց ցեղասպանության մասին եւ այլն։ Նիկոլը կհիշեք, ասում էր պլյուս մինուս 50 մեր զոհերի հետ կապված։ Չկասկածեք, ինքը նույն պատկերը ունի եւ նույն տրամաբանությամբ է վերաբերվում այստեղ քաղաքական բանտարկյալներին։ Պլյուս մինուս 50 տրամաբանությամբ։ Նույն տրամաբանությամբ վերաբերվում է Բաքվում հայ գերիներին եւ ռազմագերիներին։ Լուծում, ինչպիսի լուծում պետք է լինի Տիկին Մկրտչյան, հակազդեցությունը, ինչու համարժեք չի կատարվող զարգացումների։ Ես չեմ կեղծելու, լուծումը այս ակցիան չէ կամ որևէ ձևով մեր տասնյակ քաղաքական բանտարկյալների դատերին գնալը կամ նրանց քրեակատարողականներում այցելելը չէ, լուծումը մեկն է։ Եթե չլինի Նիկոլը, չի լինի Հայաստանում քաղաքական բանտարկյալ։ Եթե չլինի Նիկոլը, ուրեմն մենք կկարողանանք միջազգային հանրության հետ աշխատելու միջոցով, մեր ներուժը ավելացնելու միջոցով հետ բերել հայերին Բաքվի բանտերից եւ վերջ տալ այնտեղ իրենց խոշտանգումներին։ Միայն լուծումը դա է։ Հակազդեցությունը չի ստացվում ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով։ Որոշ մարդիկ իրենց համար այլընտրանքային թիրախներ են ընտրում, հասկանալով, որ Նիկոլի դեմ պայքարելը վտանգավոր է, պայքարում են շատ տարբեր մարդկանց դեմ, շատ տարբեր քաղաքական միավորների դեմ, փորձելով շեղել պայքարի ուղղությունը։ Իսկ օբյեկտիվ է այն իմաստով, որ Նիկոլը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։ Մեզնից ընդամենը մի քանի մետր այն կողմ, մի քանի տարի առաջ իր հրամանով նռնակներ են նետել Հայաստանի քաղաքացիների վրա, պատճառելով մարմնական անդառնալի վնասվածքներ, խեղումներ, առողջությանը ծանր վնասներ եւ որևէ մեկը դրա մասին անգամ չի խոսել, մի քրեական գործ էլ չկա որևէ ոստիկանի նկատմամբ։ Շնորհակալություն։ Տեր հայ, մոտ այնա։ Ավելի ազատ է, էլի։